Ձեզ բոլորին ուրախ եմ ողջունելու իմ YouTube-յան ալիքում։ Մենք այսօր միասին կլուծենք կենսաբանության խնդիրներ 6-րդ բաժնից, քանի որ դուք ինձ ասել եք, որ ուզում եք sense խնդիրների լուծում տեսնել, ես նկարում եմ։ Ուրեմն այս տակի փոքր էկրանը, որ տեսնում եք, այդտեղ կգրեմ ես խնդիրը, ինձ թվում է sense ֆորմատով ավելի լավ կստացվի։ Այստեղ կգրեմ ես խնդիրը, դուք էլ կնայեք կգրեք իմ հետ միասին, ստեղով կկարդանք, շտեմանը բացել եմ ու ստեղով էլ կգրենք։ Ուրեմն այսօր որոշել եմ սրտի բորաշրջանի հետ կապված խնդիրներ լուծենք միասին ու դրանից հետո արդեն ուրիշ խնդիրներ էլ եթե մնա ժամանակ կլուծենք 20 րոպեում գտա, հələ տեսնենք ինչքանը կարող ենք լուծել։ Ուրեմն սրտի բորաշրջանը տևում է 0.8 վայրկյան, օրվա ընթացքում առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախասրտերը։ Նախ այս սաղ մոռանում ենք մի հատ գրում ենք սրտի բորաշրջանը, ես հեսա ձեր համար գրում եմ, ամեն մեկը քանի վայրկյան է խնդիրներ լուծելու համար։ Ուրեմն ինչ ենք անում։ Так, շրջան։ Ես կփորձեմ նորմալ գրեմ, որ դուք էլ ինձ հասկանաք ու գրեք միասին իմ հետ։ Նախ նախասրտերը։ Շատ նորմալ եմ իհարկե գրում նախասրտերը, ուրեմն կծկվում են 0.1 վայրկյան, եմ գրում հանգստանում են 0.7 վայրկյան։ Փորոքները կծկվում են ուրեմն 0.3 վայրկյան, հանգստանում են 0.5 վայրկյան։ Հետո ուրեմն մեկ էլ ունենք ընդհանուր դադարը տևելու է 0.4 վայրկյան, սա էլ են 1-1 հարցնում, դգրեմ, ուրեմն ընդհանուր բոլորաշրջանը տևելու է 0.8 վայրկյան։ Քանի որ մենք գիտենք, որ ընդհանուր բոլորաշրջանը 0.8 վայրկյան է, կարող ենք 60-ը բաժանելով 0.8-ի, ստանալով 75 ասել, որ սիրտը մի րոպեում կատարում է 75 կծկում։ Չգիտեմ, ինչքանն եք դուք տեսնում, ես իմ գրածի չեմ կարա հիմա տեսնեմ ինչքանն եք տեսնում, ստեղ գրեմ, մի անգամից են ջնջեմ, ուրեմն մի րոպեում 75 կծկում, ոնց գտանք 60-ը բաժանեցինք 0.8-ի, քանի որ ընդհանուր բոլորաշրջանը 0.8 վայրկյան է, 75։ Այս իմանում ենք, կարողանում ենք խնդիրները հետագայում լուծել։ Հիմա գնացինք առաջ, հիմա գրում ենք խնդիրը։ Սրտի բորաշրջանը տևում է 0.8 վայրկյան, օրվա ընթացքում առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախասրտերը։ Քանի ժամ են կծկվում։ Առողջ մարդու, քանի ժամ, ուրեմն 0.8 վայրկյանում կծկվում էին մեր մոտ իրանք 0.1 վայրկյան, նոր գրեցի։ Մենք օրվա ընթացքում ասում 24 ժամ, 24 ժամը չենք դարձնում վայրկյան, ու տենց նորմալ է ստացվում, մեր ուզածով է ստացվում։ Ես կալկուլյատոր ստեղ հնում եմ։ 24 անգամ 0.1 բաժանած 0.8-ի, 3 ժամ, այսինքն պատասխան 2։ Քանի ժամ են հանգստանում, 0.8 վայրկյանում հանգստանում են 0.7 վայրկյան, 24 ժամում x, 24 անգամ 0.7 բաժանած 0.8-ի, 21։ Առաջի պատասխան։ Երրորդ խնդիրն ենք հիմա լուծելու, սրտի բորաշրջանը տևում է 0.8 վայրկյան, իսկ մեկ փորոքի կողմի շրջացումով ծավալը 70 մլ, գլխուեղի բջիջներին հասնում է այսքան շրջանառություն մղածարյան 1/5 մասը։ Հիմա օրվա ընթացքում, այսինքն 24 ժամում է ուզում, ինչ ենք անում։ Ուրեմն ես ձեզ ասել էի, որ 60-ը բաժանելով 0.8-ի, 0.8-ը բոլորաշրջանի ժամանակն է, սրտի ստանում ենք մի րոպեում 75 կծկում, քանի որ մի րոպեում 75 կծկում է, 24 անգամ 60 ենք անում, 1440 րոպե, այսինքն 1440 րոպեում էլ x-ը ստանալու ենք 108 000։
Քանի որ մի կծկման ժամանակ մղվելու է 70 մլ արյուն, 108,000-ի դեպքում մղվելու է X։ Եկեք հիմա անենք։ Так, ինչ ենք անում, ուրեմն 7560 ենք ստանում, որը որ կլինի մեր երրորդ պատասխանը։ Так, ուրեմն քանի լիտր արյուն է հասնում գլխուղեղի բջիջներին, քանի որ ստեղ գրած է 1/5 մասը, մեր ստացած թիվը այս 7560-ը բաժանելու ենք 5-ի, ուղղակի։ Ստանալու ենք 1512, այսինքն երրորդ պատասխան։ Այս խնդիրն էլ լուծեցինք, եկեք դրանք ինչ ենք լուծում հաջորդ։ Սա ենք լուծում սրտի բոլորաշրջան 4-րդ խնդիրը։ Так, այսպես են եղավ։ Վայ։ Ես ուզում եմ մոտիկասի։ Ուրեմն սրտի բոլորաշրջանը տևում է 0.8 վայրկյան, առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում սրտի փորոքների կծման տևողությունը 90 վայրկյան է։ Եկեք ճոգենք, ինչ ենք անում։ Ուրեմն սրտի փորոքների կծկման տևողությունը 0.8 վայրկյանում ինչ եմ ես ձեզ ասել 0.3 վայրկյան են կծկվելու։ Մենք ունենք 90 վայրկյան, այսինքն X-ի դեպքում X-ը սրտի աշխատանքն ենք ստանալու, հենա մեր մոտ հենց այդ էլ ուզելու է վայրկյաններ 90 վայրկյանում, X-ի դեպքում էլ 90 վայրկյան, այսինքն 90-ը բաժանում ենք 0.3-ի անգամ 0.8, 240 X-ը, այսինքն առաջի պատասխան։ Քանի վայրկյան է կազմել նախասրտերի կծկումը, ուրեմն ինչ ենք անում, 0.8 վայրկյանում նախասրտերի կծկումը կազմում է 0.1 վայրկյան։ Մենք ունենք արդեն սրտի աշխատանքը, այսինքն 240 վայրկյանում են X։ Բաժանած 0.8-ի։ 30, այսինքն առաջի պատասխան։ Գնացինք առաջ։ Ուրեմն 5-րդը Էլի, քանի որ մենք արդեն գիտենք, որ մի րոպեում 75 կծկում է, գրում ենք, մարդու փորոքները 1 ժամում, այսինքն 60 րոպեում, ժամը դարձրեցինք րոպե։ Մի րոպեում 75 կծկում, 60 րոպեում X։ 60 անգամ 75 կլինի 4500 կծկում, անպայման կողքը նշում ենք, որ չմոռանանք։ Հիմա ինչ ենք անում, ուրեմն մեկ կծկման ժամանակ քանի միլիտր արյուն է մղում շրջանաձև փորոքներից յուրաքանչյուրը, այս ուշադիր ենք լնում, քանի որ յուրաքանչյուրը մի հատ էլ այդ թիվը պիտի բաժանենք 2-ի։ Ինչ ենք անում, ուրեմն Так, ինչ ենք անում։ Ինչ ենք անում, ուրեմն ինչ ենք անում, ուրեմն ինչ ենք անում, այս թիվը կծկումների, մենք ունենք ստե 630 լիտր արյուն, լիտրը կդարձնենք միլիլիտր, անգամ 1000 կանենք, 630,000 միլիլիտրը կբաժանենք 4500-ի, որ իմանանք քանի մեկ կծկման ժամանակ քանի լիտր արյուն է անցնում փորոք։ Ստանում ենք 140, հիմա ասում են յուրաքանչյուրը 140-ը հետի 2 շրջանառությունն է, չէ, 2 շրջանառություն չկնայեք, 2 փորոքն է, 2 փորոքն է, այս որ բաժանենք 2-ի կստանանք 70 մլիլիտր արյուն։ Ճիշտ է, քանի րոպե է կազմում նախասրտերի թուլացման ժամանակամիջոցը։ Ուրեմն, էսի արդեն շատ հերթարցակ, քանի որ մի րոպեում ուրեմն նախասրտերի թուլացումը 0.7 վայրկյան է։ Վայրկյան, ինչ ենք անում, 60-ի դեպքում X, 60 անգամ, ինչի մի րոպեում չէ կներեք, 0.8 վայրկյանում, Так, հիմա ճիշտ կլինի, ուրեմն, այս 4 պատասխանն է 52.5։ Անցանք առաջ, հիմա կլուծենք տվյալ խնդիրը, այս որ տակ կա։
Սրտի բորաշրջանը 0.8 վայրկյան, առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում ձախ փորոքի կողմից մղվել է 112 լիտր արյուն, մեկ փորոքի կողմից շրջացանված արյան ծավալը 70 մլ է։ Ինչ ենք անում։ Մի կծկման ժամանակ 70 մլ արյունա չէ մղվում։ Մի կծկման ժամանակ 70 մլ։ Մենք ունենք 112 լիտր։ Լիտրի ու միլիլիտրի տարբերությունը 1000 է, դրա համար հեսա մենք կանենք է։ Ուրեմն 70 ու քանի որ տարբերության 1.6-ը անգամ 1000 ենք անում, 1600 միլիլիտր լիտր։ Ուրեմն հիմա ինչ ենք անում։ Մի կծկումը 0.8 վայրկյան է տևում, 1600 կծկումը x, այս մենք կծկումների թիվը ստացանք, դրա համար սենց կարողանում ենք գտնել սրտի աշխատանքը։ Ուրեմն 1280, սա մեր սրտի աշխատանքն է։ Ուրեմն 0, եկեք ես չնչեմ։ Ուրեմն ինչ ենք անում, 0.8 վայրկյանում 0.3 վայրկյանա, փորոքների կծկումն են գտնում 0.3 վայրկյանա, փորոքների կծկումը 1600-ի դեպքում, 1600-ի դեպքում չէ, 1280-ի դեպքում, 1280-ի դեպքում x։ Գտանք 480, այսինքն երրորդ պատասխանը։ Գնացինք առաջ, քանի վայրկյան է կազմել փորոքների թուլացումը, նույն ձևի ենք անում։ 0.8 վայրկյանում փորոքները թուլանալու են 0.5 վայրկյան, 1280 վայրկյանի դեպքում x։ 800, այսինքն 4-րդ պատասխան։ Ինձ արդեն պետք է որ հասկանաք ոնց ենք սա անում։ Այս չենք անի, որովհետև այս մեր սրտի բորաշրջանին չի վերաբերվելու։ Սրտի բորաշրջանը կազմում է 0.6 վայրկյան։ Որքան է սրտի կծկումների թիվը 1 րոպեում։ Քանի որ 0.6 վայրկյան է, այն խնդիրներում 0.8 վայրկյան էր, 60-ը բաժանում ենք 0.6-ի։ Ու այս առաջին հարցին հենց պատասխանում ենք, այսինքն 100, այսինքն երրորդ պատասխան։ Այս երկրորդ հարցն էլ մի րոպեում փորոքները քանի լիտր արյուն են մղել շրջանցում, եթե մեկ փորոքի կողմից շրջանցում ուղղված արյան ծավալը 70 մլ է, ուրեմն ինչ ենք անում։ Ուրեմն մենք գտանք, որ մի րոպեում 100 կծկում է։ Ինչ ենք հետո անում, քանի որ մի րոպեում 100 կծկում է, մեկ շրջանացում մեկ կծկման ժամանակ 70 մլ արյուն է գնում, 100-ի դեպքում x, բայց ասում է փորոքները, սա մի փորոքին է 7000-ը գնում, անգամ 2 ենք անում, քանի որ ուզում է 2 փորոքները ու բաժանում ենք 1000-ի, քանի որ լիտրի ու միլիտրի տարբերություն կա, ստանալու ենք 14, այսինքն առաջի պատասխանը։ Անցանք առաջ, կարանք սա էլ անենք, սա շատ հեշտ խնդիր է։ Ըստ որոշ տվյալների մարդկանց 40-ից 50%-ն ունի առաջին խմբի արյուն, 30-ից 40-ը երկրորդ, 10-ից 20-ը երրորդ, իսկ 5-ը չորրորդ խմբի արյուն։ Ինչ ենք անում ստեղ, ուրեմն 7 միլիարդ մարդկանցից քանիսն են կրում B ագլյուտինոգենը։ Ուրեմն, եկեք ես ասեմ, ուրեմն մեզնից ուզում է ագլյուտինոգենը։ Դա երրորդ խմբի արյան մեջ կա B ագլյուտինոգեն և ալֆա ագլյուտինին։ Այսինքն մեզ պետք է մի հատ այս առաջինն է 10-ից 20%-ն է մեզ հիմա կոնկրետ հարկավոր ու մենք նաև գիտենք, որ չորրորդ խմբի արյունը ունի AB ագլյուտինոգեններ, այսինքն երկուսն էլ ունի, այսինքն այն կողքից այն մի 5%-ն էլ է մեզ պետք, այսինքն եկեք գրենք 10-ից 20%-ն է, պլյուս այն 5%-ը չորրորդ խմբի արյունից։ Ինչ ենք անում, ուրեմն 10-ին գումարում ենք 5, 15, այսինքն 7 անգամ 10-ի 9-ում 7 միլիարդ, 9 հատ
սենց եմ գրում, զրոները, որ չհավաքեմ կողքից, գրում եմ 7 անգամ 19, 7 միլիարդը, ուրեմն 100%-ն է, x-ը 15, ստանում ենք x-ը 1,05, հաջորդը նույն ձև ենք անում 20-ին գումարում ենք 5, 7 անգամ 19-ում 100%, x-ում 25, ստանում ենք մի հատ էլ 1,75, այս անգամ 19-ը կողքից միացնում ենք իրան, որտեղ այդ չի կորում, հեսա գտանք դա, իսկ երկրորդ պատասխանը, 7 միլիարդ մարդկանցից քանիսը չեն կրում ոչ A, ոչ B ագլյուտինոգեններ, դա մենակ լինելու է մեր մոտ առաջի խումբը 40-ից 50%-ը, եկեք սա չնջենք, ու անցնենք, ստեղ գրեմ, որ մեզ պետք է 40-ից 50%, որտև առաջին խմբի մարդկանց արյան այդքան է, այդքան մարդիկ ունեն առաջի խմբի արուն, այսինքն ոնց հասկացաք մեծամասնությունը ունեն այդ խմբի արունը, ուրեմն 7 անգամ 19-ում դա 100%-ն է, x-ում 40, ես ձեր հետ եմ հաշվում, ոնց որ կարող մի քիչ դանդաղ լինի, ուրեմն 2,8 անգամ 19, այս չենք մոռանում կողքից 19, որտև այդ զրոները ոչ միտեղ չեն գնում, 7 անգամ 19-ում 100%, x-ում 50, x-ը 3,5 անգամ 19, ունենք տենց պատասխան, դա երրորդ պատասխանն է, եկեք այս խնդիրներն էլ անենք միասին, ուրեմն շնջում ենք, սրտի բորաշրջան տևում է 0 վայրկյան, 6 ժամվա ընթացքում առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում հաշվել, սրտի կատարած կծկումների թիվը 6 ժամվա ընթացքում, տակ, գնացինք, ուրեմն 1 կծկումը, կներեք, տակ, մի րոպեն յում 75 կծկում, 6 ժամը դարձնենք րոպե, 6 անգամ 60, 360 կարծեմ լինի, 360 այո, րոպե, ուրեմն 360 անգամ 75, 27,000, 0,8 վայրկյանում, այս 27,000-ը գտանք արդեն, քանի րոպեական փորձների նախցերի ընդհանուր թուլացումը, вот в чем вопрос, ուրեմն, ընդհանուր թուլացումը ես ձեզ ասել էի 0,4 վայրկյան կարծեմ, ընդհանուր դադարը 0,4 վայրկյան, սրտի աշխատանքը 360 րոպեում x, 184 պատասխան, ինչի արդեն ուղեղը սկսում է կախել, Так, ուրեմն, եկեք ես էլ անենք, մի քանի հատ էլ անենք, ճիշտ ասած չգիտեմ ինչքան երկար կստացվի այս վիդեոն, ուրեմն 14 ժամվա ընթացքում առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում փորոքները, քանի րոպե են կծկվում, 14 ժամը նախ դարձնենք րոպե, 840 րոպե, քանի րոպե են կծկվում, так, փորոքները 0,8 վայրկյանում, 0,3 վայրկյան, 840 րոպեում x, 315, այսինքն առաջի պատասխան, 0,8 վայրկյանում հանգստանալու են 0,5 վայրկյան, 840 րոպեում x, 525 չորրորդ պատասխան, սրտի բորաշրջանը տևում է 0,8 վայրկյան, առողջ մարդու հանգստի վիճակում մարդու նախա, առողջ Սրտի բորաշրջանը տևում է 0,8 վայրկյան, առողջ եւ հարաբերական հանգստի վիճակում գտնվող մարդու նախասրտերը կծվել են 40 րոպե, քանի րոպե կազմում նախասրտերի թուլացումը, 0,8 վայրկյանում կծկվում են 0,1 վայրկյան, x-ի դեպքում
40 րոպե։ Հիմա իմանալու ենք սրտի աշխատանքը 320, դա սրտի աշխատանքն է, այս դեռ ոչ մի հարցի պատասխանը չի, ուրեմն 320-ը հիմա մեզ պետք է, որ մենք նախասրտերի թուլացումը իմանանք, ուրեմն 0.8 վայրկյանում թուլացումը ինչքան էր 0.7 վայրկյան, 320 րոպեի դեպքում x 282-րդ պատասխան։ Մի հատ էլ հաշվելու ենք սրտի կծկումների թիվը մի րոպեում 75 կծկում, որքան սրտի կծկումների թիվը, ուրեմն 320 րոպեում x 24000-րդ պատասխան։ Այս խնդիրները անվերջ են։ Եկեք սա էլ լուծենք, կամ լավ էս երկուսն էլ լուծենք ու վերջից։ Հերիքա այս անգամվա համար։ Ուրեմն եկեք այս երկու հատն էլ լուծենք ու վերջ, դեռ որ այսօրվա համար ինձ թվում է հերիքա։ Սրտի բուժաշրջանը տևում է 0.8 վայրկյան, առողջ մարդու հարաբերական հանգստի միջակայքում գտնվող սրտի փորոքների թուլացման տևությունը 10 րոպե։ Ինչ ենք անում, ուրեմն սրտի թուլացումը 0.8 վայրկյանում 0.3 վայրկյան, փորոքների թուլացմանն է, կներեք, թուլացումը 0.5 վայրկյան է։ X-ի դեպքում այս մեր տված 10 րոպեն։ 10-ը բաժանը 0.5-ի անգամ 0.8։ X-ը 16, սա մեր սրտի աշխատանքն է։ 16 րոպեն սրտի աշխատանք, քանի լիտր արյուն է մղվում մեծ շրջանառություն, հետո մեկ փորոքի կողմից այսքան։ Նախ կծկումների թիվն ենք իմանում մի րոպեում 75 կծկում, 16 րոպեում x 1200 կծկում։ Հիմա մի կծկման ժամանակ փորոքից 70 մլ արյուն, 1200 կծկման ժամանակ x 84000 ունենք լիտրի էլի միլիլիտրի տարբերություն, բաժանում ենք 1000-ի, 84 պատասխան։ Քանի վայրկյան է կազմում է նախասրտերի կծկումը, ուրեմն մենք որ գտել էինք 16 րոպեեր, 16 անգամ 60, 960 վայրկյանով պետք է գտնենք, որովհետև վայրկյանով է ուզում։ 0.8 վայրկյանում 0.1 վայրկյան է, նախասրտերի կծկումը 960 վայրկյանում x 0.1 բաժանը 0.8 120 առաջ պատասխան։ Սրտի բուժաշրջան տևում է 0.8 վայրկյան, առողջ մարդու հարաբերական հանգստի վիճակում նախսրտի թուլացման տևությունը կազմել է 35 րոպե։ 0.8 վայրկյանում 0.7 վայրկյան են թուլանում, x-ի դեպքում 5։ Այսքի կլոր թիվ չստացանք, մի րոպե։ 40 ճիշտ ասեմ, ուրեմն 40 դա մեր րոպեն, դա մեր սրտի աշխատանքն է։ Քանի րոպե կազմում է փորոքների թուլացումը 0.8 վայրկյանում փորոքները թուլանալու են 0.5 վայրկյան, 40 րոպեի դեպքում x 25 երկրորդ պատասխան, քանի լիտր արյուն է մղվել, եթե մեկ փորոքի, սրա համար էլի սրտի կծկումների թիվն ենք սկզբից գտնում մի րոպեում 75 կծկում, մենք ունեինք 40 րոպե, չէ՞, 40 րոպեում x 3000 կծկում։ Հիմա 3000 անգամ, քանի որ ունենք մի կծկման ժամանակ 70 մլ արյուն, 3000 կծկման ժամանակ x ունենք էլի բաժանում ենք 1000-ի լիտր միլիլիտր ենք սարքում 210, այլ ճիշտ միլիլիտրը սարքում ենք լիտր,
հա, որտեղ սելիտրով ա ուզում։ Սա ուրեմն sense խնդիր մենք նոր լուծեցինք, եկեք այս էլ լուծենք։ Ուրեմն ըստ որոշ տվյալների մարդկանց այս նոր կարդացել ենք 7 միլիարդ մարդկանցից քանիսի կարելի է փոխ ներարկել երկրորդ խմբի արյուն։ Երրորդ խումբ մենակ երկրորդ խումբը կարա ոնց որ ներարկեն, երկրորդ խումբը կարա ներարկեն ու չորրորդ։ Այսինքն վերցնում ենք 30-ից ինչ դեպի 30-ից 40 ու n+5%-ը։ 7 ամբողջ 7 անգամ 19-ում 100% է, x-ում 35։ Երկուսու 45 անգամ 19, այս հիշում ենք։ Հիմա 7 անգամ 19-ում 100% է, x-ում 45։ 45 բաժանած 100-ի անգամ 7, 315 անգամ 19, դա ոնց կարծեմ թե առաջի պատասխանն է, այո։ 7 միլիարդ մարդկանցից քանիսին կարելի է փոխ ներարկել 4-րդ խմբի արյունը։ 4-րդ խմբի արյունը միայն 4-րդ խումբը միայն 4 խումբ է ընդունում։ Դրա համար ինչ ենք անում, ուրեմն այդ 5%-ն ենք վերցնում, 7 անգամ 19-ում 100%-ն է, x-ում 5 բաժանած 100-ի անգամ 7։ 0.35 անգամ 19, 4-րդ պատասխան։ Ինձ թվում է այսքանը այսօրվա համար հերիք է, ես էլ եմ հոգնել, ինձ թվում է դուք էլ եք հոգնել, դրա համար այսօրվա համար այսքանը, եթե այս խնդիրների լուծումն էլ ձեզ դուր եկավ, թե ես ոնց եմ բացատրում, ոնց եմ անում, ապա գրեք ինձ մեկնաբանություններում։ Ես էլ արդեն ուրիշ թեմայով, հաջորդ թեմայով կբացատրեմ այն գլյուկոզի խնդիրների լուծումը, քանի որ դա էլ է շատ հեշտ, բայց կան ինչ-որ դժվարություններ, դրա համար դա էլ կբացատրեմ հաջորդ դասին։ Մերսի նայելու համար։